ձեզ, եթերում Լավդավ ռադիոն է։ Ես ուզում եմ շնորհավորել բոլոր աղջիկների, տատիկների, մայրիկների մեկ ամսյակը։ Եվ եկեք ինձ հետաքրքրող հարցերը տանք մայրիկին և մայրիկը պատասխանի։ Մայրիկ, երբ դու իմ տարիքի էիր, ամենաշատը որ խաղն էիր սիրում։ Ես էլ առիթից օգտվեմ, Դավիթ ջան, շնորհավորեմ բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրիկներին, աղջիկներին մեկ ամսյակի այս կանանային տոնի կապակցությամբ ու մաղթեմ, որ բոլորի աչքերը միշտ փայլեն ուրախությունից ու երջանկությունից, հա։ Իսկ եթե վերադառնանք քո հարցին, անկեղծ որ ասեմ, մեր ժամանակ չկային հեռախոսներ, գադջետներ, որ մենք խաղայինք, դրա համար մեր բոլոր խաղերը, որոնք որ սիրում ենք, դրանք բակային էին կամ հիմնականում սեղանի խաղեր էին, շատ սիրում էի լոտոն ու խաղում էինք հաճախ, բակային խաղերից երևի գործնագործը թերևս իմ ամենասիրած խաղերից մեկն էր, բայց շատ խաղեր էինք խաղում, ռեզին էինք խաղում, կլաս էինք խաղում, շատ ակտիվ ու լավ գունեղ մանկություն էր մեր մանկությունը։ Իսկ այն ժամանակվա հեքիաթներն էին ուրիշ։ Չէ, Դավիթ ջան, հեքիաթները ուրիշ չեն լինում, ուղղակի հեքիաթները շատացել են, որովհետև տարիներ են անցել, գրողներ են ավելացել, շատացել ու ուրիշ հեքիաթներ են լիքը ավելացել։ Մամ, իսկ քո ամենասիրելի հեքիաթը ո՞րն էր։ Անկեղծ որ ասեմ, Դավիթ, ես բոլոր հեքիաթները միշտ սիրել եմ, հիմա էլ շատ եմ սիրում հեքիաթներ։ Դու լավ գիտես, որ մենք հաճախ օրեր ունենք, որ տատիկը մեզ հեքիաթ է կարդում ու մենք բոլորս միասին հավաքվում ենք, լսում ենք այդ հեքիաթները։ Ես իրոք շատ եմ սիրում հեքիաթ ու ինձ համար շատ կախարդական է հեքիաթը, որովհետև ինքը սկսում է լինում է չի լինում, կար չկար, այս բառերով է սկսվում հեքիաթը, շատ նման է, այսինքն մարդ ուզում է հավատում է, ով չի ուզում չի հավատում այդ հեքիաթին, բայց մենք հեքիաթասերներս բոլորս հավատում ենք հեքիաթին, հեքիաթի բարի ավարտին, ամենա շատ սիրածս հեքիաթը երևի տենց կոնկրետ վերնագրով չասեմ, բայց լավ հիշում եմ ճապոնական հեքիաթներ, այդպիսի գիրք ունեինք, տատիկը միշտ մեր համար կարդում էր, այդ հեքիաթները բոլորը շատ լավն էին։ Մեզ հիմա մեծ նվերներ է բերում ձմեռ պապիկը, իսկ ձեզ ինչ էր բերում։ Որ ասեմ, Դավիթ ջան, համաձայն եմ, ձեզ հիմա շատ մեծ, սիրուն, փայլփլուն նվերներ ա բերում ձմեռ պապիկը, մեր ժամանակվա ձմեռ պապիկը շատ ավելի կախարդական ձմեռ պապիկ էր։ Ուրեմն մեր ժամանակ ես չեմ հիշում ամեն դեպքում մեր տանը, որ տոնածառի տակ լիներ նվերները, միշտ մեր բարձի տակ էր լինում նվերները։ Ու այնքան հավես էր առավոտյան արթնանում էինք, sense տոպրակ կար ճռճռացող, այդ ճռճռացող տոպրակի մեջ էր լինում նվերները։ Փոքրիկ մի ինչ-որ բաներ, նոթատետրեր, գրիչեր կամ մի բան, բայց պարտադիր մանդարինի հոտով, sense անուշ բույրով, եղևն ու տերևով փաթեթավորված, գեղեցիկ, սիրուն նվեր էր լինում։ Ու մինչև հիմա այդ մանդարինի ու եղևն ու ճյուղի հոտը որ գալիս է, ինձ թվում է թե նոր տարվա գիշերն է։ Այդ այնց կախարդական նվերներ էինք մենք տատում։ Այսքանով մենք ավարտում ենք մեր հարցազրույցը։ Սիրելի աղջիկներ, երջանիկ եղեք։ Հանդիպենք ձեր հետ Լավդավ ռադիոն։ Ցտեսություն։